Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV-ի եթերում իր աշխատանքն է սկսում օրը բարի առավոտյան ծրագիրը։ Բարի լույս, ոչինչ չի փոխվել, մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լեցված, մենք եկել ենք որպեսզի ձեր առավոտը դառնա ավելի ջերմ, դրական, փորձեք առաջիկա 1 ժամը լինել մեզ հետ միասին, ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր, խոսելու ենք լավ նորությունների մասին, իսկ այս պայն հատուկ ձեզ համար երաժշտություն։ Արթնանանք։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտող եւ այս պահին առաջարկում ենք դիտել տեսանյութ, որից հետո իհարկե մեր ամենասիրելի հատվածներ լինելու հյուրերին ենք այստեղ սպասում։ Գնացինք։ Փետրվարի 15, 12:30 Արամ Խաչատրյան մեծ համերգասրահի ճեմասրահում հանդիպում ենք Կադանս 1 տարի միասին բացառիկ համերգային ցերեկույթի, եզակի պարային եւ երաժշտական մատուցումներ, որտեղ Կադանս նվագախումբն ու Կադանս պարախումբը միավորվելու են մեկ ամբողջական պատմության մեջ։ Բեմում են Սոֆի Միքայելյան, դաշնամուր, Գուրգեն Ամիրյան, կոնտրաբաս, Բորիս Եգանյան, ակորդիոն, Վարազդատ Խաչումյան, ջութակ, Հակոբ Ջաղացպանյան, գիտար։ Կադանս պարախումբ, Աննա Քալաշյան, Քնարիկ Կարապետյան, Մանե Սարգսյան, Դիանա Տվերդոխլեփ, Հարություն Թոփալիդիս, Նարեկ Զոհրաբյան, Արմեն Մկրտչյան, Արշակ Գալուսյան։ Կադանս անսամբլի գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյան։ Տոմսերը Տոմսարկղ կետեյեմում։ Սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին։ Փետրվարի 15-ին Կադանսը կամփոփի ստեղծագործական 1 տարին։ Արվեստի նրբագեղությունն արդեն ունի հասցե։ Կադանս։ Վերադարձանք սիրելիներս, Կադանս անսամբլը նշում է 2 անսամբլների համատեղ գործունեության 1 տարին եւ այդ կապակցությամբ փետրվարի 15-ին ժամը 12:30-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի շենքի ճեմասրահ բոլորին հրավիրում է ներկա գտնվելու ամփոփիչ համերգի։ Այսօր մեր հյուրերն են Կադանս պարախմբի մենակատար Արշակ Գալուստյանը, բարի առավոտ եւ հեռուստահաղորդավար սցենարիստ Կադանս անսամբլի գովազդային ձայն Արթուր Գեղամյանը։ Բարի առավոտ Արտուր ջան։ Ձեր ձայնը արդեն որ լսենք դա էլ է բավարար, բայց ուրախ ենք որ նաև ներկա եք եւ տեսնում ենք նաև ձեզ։ Շատ շնորհակալություն, շնորհակալ ենք հյուրընկալության համար։ Առաջին դեպքը չէ որ մեզ մոտ հյուր եք եւ հետաքրքիր համագործակցության մասին ենք զրուցել, մի քիչ պատմենք, հա, ինչ է սպասվում, անցած ճանապարհ, ովքեր պետք է ներկա գտնվեն փետրվարի 15-ին։ Խնդրեմ, որպես մենակատար Արշակ, այո։ Նախ ասեմ, որ 1 տարի առաջ կազմավորվեց, համախմբվեց Կադանս կվինտետը եւ Կադանս պարախումբը եւ արդեն 1 տարի անց մենք մեծ շատ հետաքրքիր կոնցեպցիայով նշելու ենք մեր 1 տարին։ Շատ գեղեցիկ օր է սպասվում ճեմասրահում, ինչպես արդեն նշեցիք, հյուրընկալություն, պարային համարներ, գեղեցիկ ներկայացում եւ կուզենայի նշեի, որ նաեւ մեր հանդիսատեսին դիմավորելու ենք անձամբ մենք։ Հետաքրքիր ձևաչափ։ Այո, ձևաչափը շատ հետաքրքիր է լինելու, թերևս չի ուզենա այլ բացակայել, բայց ինչ որ պարային մոտիվներ են լինելու, նաև այսինքն Ես կարող եմ բացել, ինձ հարցեք, ես կբացեմ։ Այո, էլի խնդրում եմ, բացեք հակառակ։ Ես ասեմ, կգիտեք չբացես, ես կարող եմ բացել, չարժեքը թող ապրի։ բացի Արտուր։ Ուզում ասեմ ինտերակտիվ է լինելու, հա, մարդիկ մասնակից են նաև դառնալու իրենցով։ Արդեն ճեմասրահը ինքնին հետաքրքիր միջավայր է լինելու, պատկերացնում ենք։ Շատ հետաքրքիր միջավայր է ստեղծվելու, այնուհետև արդեն պարողները անցնելու են երաժիշտների հետ միասին իրենց գործին։ Ներկայացնելու օրը։ Այս կոնցեպտը շատ հետաքրքիր է մտածված, որովհետև երբ ասում են Արամ Խաչատրյան համերգասրահ, դե գիտեք, միանգամից այդ գեղեցիկ ջահերն են պատկերացնում, այդ թրիչքային դահլիճը, բայց մենք որոշեցինք այդ ամեն ինչից զատ լինել ճեմասրահում եւ ցույց տալ, որ ճեմասրահն էլ կարող է հետաքրքիր լինել, եթե դու մի լավ գաղափար ունես այդտեղ։ Լավ հարց եք տալիս, միտքը մեր պրոդյուսեր, ռեժիսոր, խորեոգրաֆ եւ Կադանսի գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանինն էր։ Անընդհատ բրբտումների մեջ են, թե ինչպես անի, ոնց անի, որ հետաքրքիր լինի, որտեվ երկու տարբեր երևույթներ, երաժշտությունը եւ պարը, որ գումարել է իրար, այս սինթեզից միշտ մի ուրիշ հետաքրքիր բան պետք է ծնվի, եւ այս ծնունդների անընդհատ ոնց որ մենք մասնակիցն ենք դառնում ակամայից, արդեն 1 տարուց ավել եւ բացի նրանից, որ այո, արտիստներն են դիմավորելու հանդիսատեսին, նաև այստեղ լավ խոսքուզրույց է լինելու հանդիսատեսի հետ։ Հենց միանգամից օֆլայն շփումով պիտի գան, խոսեն, քննարկեն, համերգից հետո նաև էլի պիտի այստեղ խոսեն, ճեմասրահի այս ճեմելը պիտի բառի բուն իմաստով էլ հասկանան։
Այսինքն ոչ միայն հանդիսատեսը բարելու է, ոնց հասկացա, երբ երկելու էլ է։ Հանդիսատեսը դժվար բարի, եկեք գործը թողնենք պարողներին։ Վայելելու է, Այո, Ավելի շատ այո։ եկեք պրոֆեսիոնալ գործը թողենք պրոֆեսիոնալներին, թող հանդիսատեսը գա եւ վայելի։ Խոսենք ծրագրից, ինչ ծրագիր է սպասում, այսինքն Դուք ինչ եք ինչպիսի անելու, Արտուր ժանր է այնտեղ եւ Նախ եկեք խոսենք ժամից, Այո։ որովհետեւ 12:30 որովհետեւ քիչ կլսեք, որ համերգ է նախատեսում, ցերեկը 12:30 Եկեք հերոստայտողին էլ հուշենք, որ ուշադիր լինեն ժամին, որովհետև շատ դեպքում գուցե չկարդան չնայեն ու մտածեն երեկոյան 7-ին է։ 12-ից 30 Կեսօրնից 30 րոպե։ Սա շատ կարևոր է, որովհետեւ մեզ համար էլ է սա կարևոր, որ մի քիչ փոխենք այս համերգ գնալու ժամը նաև։ 12:30 ենք որոշել, որպեսզի այն ցերեկոն եւ այն իրար հետ հանդիպումը լինի ավելի սթափ եւ սթափը այդ իմաստով սթափ չէ, մի քիչ ավելի ուրիշ իմաստով սթափ։ Իսկ կոնցեպտը շատ հետաքրքիրն է, որովհետև այս մի տարվա ընթացքում, որտեղ որ Կադանս նվագախումբը եւ Կադանս պարախումբը գումարվել են իրար եւ ընդհանուր մեծ դարձել է Կադանս անսամբլ, այս շրջանակներում արվեստային գեղեցիկ նվաճումներ են եղել, որտեղ եւ բազմաթիվ պրեմիերաներ թե երաժշտական խմբի կողմից, թե պարախմբի կողմից պիտի այդ օրը մենք կրկին անգամ վայելենք։ Սա երկրորդ անակնկալն է, որ պիտի լինի եւ նաեւ բացի արդեն ստեղծված երաժշտական միավորից եւ պարային միավորից ունենք պրեմիերաներ երկուսի կողմից են, որոնք որ պիտի հնչեն առաջին անգամ այստեղ ի նշան այդ մեկ տարվա սինթեզի, որը որ իմիջիալից էսել է հետաքրքիր, որ այս մեկ տարվա ընթացքում ոչ մի վատ բան չենք լսել այս ամեն ինչից։ Ինչպես էր համերգը, ֆանտաստիկ, բայց շատ լավ անցավ, երբ է երկրորդ համերգը։ Իսկ գնահատականը այնքան բարձր են ու ֆիդբեքը մեկնաբանությունն այնքան լավն են, որ ցանկություն կա, էլի, այս պարագան երկու պրեմիերա էլ կվայելեն։ Ծրագիրը լինելու է հանդիսատեսի հետ հանդիպում առաջինը, հետո կգնանք դեպի համերգ հիմնական բուն, որտեղ էլի բացի երաժշտությունից եւ բարից անակնկալներ կան, դե բնականաբար սա չեմ ասի, սրա մասին ինձ ասել են որ չասեմ, սրա մասին ասել են որ չասեմ։ Ոնց եմ սիրում այսպես երբ խոսում են ու մտածում ես չէ, ես պետք է գնամ որ տեսնեմ այդ ինչա։ Եվ հենց դրա համար էլ արվում է, ինտրիգը պահելու համար։ Եվ համերգից հետո էլի հյուրասիրություն, Այսինքն շամպայն համերգ, հետո շամպայն։ Շամպայն չասենք անունը, որպեսի մարդկանց թյուրըմբռնում չլինի, թե կոնկրետ ինչ ենք հյուրասիրելու։ Թեյ համերգ եւ թեյ։ Կամ սուրճ համերգ։ Կամ սուրճ, բայց այն որ արվեստային հանդիպում է լինելու, սա միանշանակ է եւ սա եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ արվեստը արդեն իր ձևից վաղուց դուրս է եկել եւ մենք նախընտրում ենք բովանդակությունը, իսկ ձևը թող մնա ձևականներին, ձևիստներին, ով կար է տեղել, ձևով ապրող ձևապաշտներին լավ։ Քեզ համար անձամբ ինչ նշանակություն է այս ամենը եւ քո մասնակցության։ Անետ ամենադժվար իմ պարագանը իմ գործն է, որովհետեւ եթե Արշակը դուրս եկավ բեմ կանգնեց իր պոզա, ոնց եք ասում։ Դիրք, հա, բարային հրաշալի։ Իր դիրքով արդեն ամեն ինչ ասված է, երբ որ երաժշտախումբը մի պիցիկատո արեց կամ մի նոտայի տևողություն եղավ, Ձուկը ջրում։ Ես կարող եմ ուրիշ բան ասել, ամեն համերգի ժամանակ, երբ որ Արտուրը ունի մշակելու խոսքեր, ինչը որ պիտի ասի հանդիսատեսին միշտ ասում է, բայց ինչ ասեմ, դուք ամեն ինչ արդեն ասում եք։ Եվ իսկապես այդպես է։ Ասում եմ, չգիտեմ ինչ ասեմ։ Չէ, ես այստեղ Արդեն ամեն ինչ կներես, բայց այս համերգ ինձ համար շատ ներկայացնում եք արդեն ամեն ինչ։ Չեք թողում էլ բան ասել։ Այսինքն այնքան ասելիք կա թե բարի, թե մատուցման։ Եվ հենց դրա մասին է։ Մարդիկ գան, տեսնեն, երաժշտությունը լսեն եւ ամեն բան པարզ լինի։ Բայց այստեղ ինձ ավելի հոգեհարազատ է այս ձևաչափը, որովհետեւ ես այստեղ գոնե թե 1-2 հայտարարելու տարբերակ ունեմ, սիրելիներ, մոտեցեք այստեղ կամ գնացեք այնտեղ։ Ես Մանելիք գոնե կա, հա։ Մանելիք կա։ Չէ, բայց ասեմ, դժվար է ինձ այնքանով, որ այս գիծը բարձր արժեք արվեստի, նաև ինձ էլ է ստիպում, որ ես էլ կարողանամ լավ խորը փորել լեզվի, լեզվամտածողության եւ այս ամենը կարողանալ դարձնել ոչ թե առանձնացող միջուղ, այլ մի գեղեցիկ սինթեզ անսամբլին եւ ձուլվել դառնալ անսամբլի մի մաս։ Այո, կան տեքստեր, որոնք որ շատ լսելի են լինելու այդ օրը, բարձրագոչ է հնչում, բայց պիտի ասեմ, որ լսելի է լինելու։ Արտուր ֆիլմինգի հատված էլ ունեք, հա, կարծես թե։
Կարծես թե, այո, որտեղ փակագծերը քիչ-քիչ որտեղ կրկին իմ ձայնն է, ես կարծես ստացվում է կադանսի ուղղորդիչ ձայնն եմ լինում, բայց կադանսի ձայնը հենց մեղեդին երաժշտությունն է ինքնին որ կա, իսկ ֆիլմերը վերաբերելու են թե մեկ տարվա ամփոփիչ տեսանյութերին, թե առանձին հետաքրքիր անդրադարձերի, թե ինչին եւ ում եւ ինչպես, սա իհարկե հենց ֆիլմը ինքնին է որ կա։ Դրա համար չասենք ինչի մասին է լինելու։ Շատ բարի, սիրելի հեռուստատիտողներ, կարծում սա իսկապես յուրահատուկ հնարավորություն է, միշտ չէ, որ մենք կարողանում ենք գնալ, ինչ-որ մի բան դիտել եւ ունենալ հնարավորություն այդ ամենը քննարկելու անձամբ կատարողների հետ, կուտակված հարցեր տալու, ստանալու պատասխաններ կամ պարզապես շնորհակալություն հայտնելու։ Այստեղ մարդիկ ամեն ինչ ստեղծել են, որպեսզի դուք ձեզ իսկապես զգաք յուրահատուկ ձևաչափի մեջ։ Անահիտը լավ է ասում, որովհետեւ գիտի դերասան լինելու այս կարեւորությունը եւ հետո ներկայացումից հետո չէ, երբ որ գալիս են, ուզում ես ասես, թեկուս ինչ ուր են մոտենամ դերասանին հարցնեմ, ասեմ, բան, այստեղ այ ունեք այդ հնարավորությունը եւ հենց այդ հնարավորությունը ունեք այդ օրը։ Եվ հենց այդ օրը, դրա համար հիշեցնում ենք օրը, փետրվարի 15-ին, 12:30, այսինքն ինչպես նշեց կեսօրն անց, այո, կեսօրն անց 30 ինչ գեղեցիկ ձայնով նշեց մեր հրաշք Արտուր Գեղամյանը, հիշեցնեմ, որ մեր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի շենքի ջեմասրահում եք գտնվելու յուրահատուկ ձևաչափով եւ թե ինչ է սպասվում չենք բացահայտում։ Եկեք նաև սահմանափակության մասին էլ խոսենք տեղերի, որովհետեւ ջեմասրահը բնականաբար անսահմանափակ չէ։ 1000 տեղ չէ կամ ինչքան որ այո 800 տեղ չէ։ Այնպես որ պետք է շտապեն։ Պետք է շտապել, այո, որ ձեր տեղը ունենաք արևի տակ։ Շտապեք, սիրելիներս, ես մի տեսակ արդեն ցանկություն եմ գնալու եւ հասկանալու ու բացահայտելու բոլոր գաղտնիքները, որոնց մասին չխոսվեց, բայց ասեցին, որ այսպես ցանկություն առաջանա, հա, գնալու, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս սիրելիներս առնչվել իսկապես յուրահատուկ ձևաչափի հետ, յուրահատուկ սինթեզի հետ, որը արդեն ստացված է ու վայելում է ձեր սերը։ Եվ ամենայուրահատուկ արվեստին, որ կադանսն է ներկայացնում, ես կարծում եմ, որ դրա մասին խոսելը միայն լսել է պետք է վայելել։ Դե ինչ հիշեցնեմ, մեր հյուրերն էին Կադանս պարախմբի մենակատար Արշակ Գալուստյանը, այսօր իհարկե տրուկներից եւ յուրահատուկ ձեր ձևաչափի մեջ պարը չվայելեցինք, բայց վստահ եմ այդ օրը մարդիկ ունենան հնարավորություն։ Գոնե թե այսօր իմ տարերքներից։ Այո, այստեղ դու ունեիր ասելիք եւ անելիք իրապես հեռուստարադիոհաղորդավար, սցենարիստ, դերասան Կադանս անսամբլի գովազդային ձայն Արտուր։ Եվ ձայնը լսեցինք այսօր ձայնը։ Ես ներվում եմ, որ գովազդային ձայն ասում, տպավորություն այստեղ ինչ ասում է գովազդ Չէ, այստեղ են նենց ասում, որ լավ է։ Որ գովազդային։ Բայց դա Արտուր նաև լավ նշանակություն ունի, նաև արժեք ունի, թանկ վաճառվող ձայն է։ Ահա դուք եք ասում։ Ես նաև դա ասում եմ, այսինքն որովհետև դա մարքեթինգ է այսօր։ Օ, ինչ լավ։ Դե թող ուրեմն փետրվարի 15-ին 12:30 ուրիշի ձայնը վերցրած գան համերգի։ Հրաշալի, իրականում շնորհակալություն, որ այս առավոտ ժամանակ գտաք եւ եկաք մեզ պատմեցիք իրողության մասին, մաղթում ենք միմյանց հաջողություններ, ամեն տարի պատրաստ ենք ամփոփիչ համերգների մասին խոսել եւ ոչ միայն բարի ընթացք։ Ահա այսպեսին էր այսօրվա եթերը, սիրելի հեռուստադիտողներ, գնացեք առնչվեք իրական արվեստի հետ, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Իսկ առանձնացողը այսօր իհարկե զրուցեցինք այն իր բոլոր իհարկե էլեմենտներով առանձնացնող միջոցառում է, այն համերգ չէ, այն հետաքրքիր ստեղծագործական հանդիպում է, գնացեք եւ մեծ բավականություն կստանաք ու նաեւ ձեր առօրյան կնստեք մի փոքր արվեստով։ Մենք գաղտնիքներ չունենք ձեզ հետ Վրեժ Կիրակոսյանն ու Անահիտ Կիրակոսյանն էին, մնացեք բարով, թող ձեր օրը անցնի իսկապես բարի։ Լավ որ բոլորիդ։